Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Ես որոշել եմ, որ պիտի պատրաստենք բիսկվիտների շարք։ Ինչն է պատճառը, մենք անընդհատ տորթեր ենք թխում միասին իմ ալիքում, բայց ոչ մի անգամ չենք թխել ուղղակի բիսկվիտ։ Մենք գիտենք, որ բիսկվիտների շատ տարբերակներ կան, ու երբեք միասին ուղղակի բիսկվիտ չենք պատրաստել, բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլորի մոտ է ստացվում բիսկվիթը, շատ մարդիկ են գրում, որ նստում է բիսկվիթը, շատ մարդիկ են գրում, որ չի բարձրանում, շատերը գրում են, որ ինչն է պատճառը, որ այսպես թեթև չի ստացվում, մի խոսքով ես որոշեցի անցնել բիսկվիտների շարքին։ Պատրաստելու ենք միասին, իհարկե ոչ այսօր կպատրաստենք միայն բիսկվիտ, որը մեղրով է լինելու, եւ ոչ բոլորն են մեղրով բիսկվիտ պատրաստում, ասեմ, որ շատ համեղ է լինում։ Եվ հետո կպատրաստենք կիտրոնով բիսկվիտ, կպատրաստենք ուղղակի վանիլային բիսկվիտ, կպատրաստենք շոկոլադե բիսկվիտ։ Այսպես սիրելիներս, ուրեմն ասեմ, որ իմ չափաբաժինները ես միշտ անում եմ իմ ձևամանների չափով։ Դուք կարող եք բիսկվիթը այնպիսի կառուցված, այո, այնպիսի բաղադրատոմս ունի, որ կարող եք քչացնել եւ ավելացնել։ Հասկանում եք, դա կապված է ձեր ամանի, ձեր ձևամանի չափից։ Այսպես սիրելիներս, ուրեմն իմ ձևամանը արդեն ես ասել եմ 22 սանտիմ, սիրելիներս, իմ ձևամանը, տեսեք, 22 սանտիմետր է։ Իսկ բարձրությունը 9 սանտիմետր է։ Այդ պատճառով ես միշտ իմ բիսկվիտները այս ձևամանով եմ անում, որովհետև բավականին բարձր է եւ պետք է որ որոշում եմ չափը, ինչ չափի է լինելու։ Ունեմ ուրիշ ձևամաններ, բայց սա շատ լավն է, որովհետև ինքը հատակը հաստ է բավականին եւ շատ լավ է թխվում այս ձևամանի մեջ։ Այսպես սիրելիներս, չափերը ասեցի, եթե ձեր ձևամանը փոքր է, կա 18 սանտիմետրանոց, կա 20, փոքր կամ մեծ, դուք պիտի ավելացնեք կամ քչացնեք ձեր չափաբաժինները, կարող եք, եթե մեծ է, 1.5 բաժին պատրաստել, եթե փոքր է, քչացնել ուղղակի կես բաժին պատրաստել, ուրեմն սկզբի համար ինձ հարկավոր է դեղնուցը եւ սպիտակուցը առանձնացնել, սիրելիներս։ Ուրեմն ասեմ, որ ջեռոցը արդեն միացրել եմ, 170 աստիճանով ենք թխելու վերև ներքև ռեժիմով։ Հիմա ես դեղնուցը եւ սպիտակուցը առանձնացրեցի արդեն, հարելու ենք սպիտակուցը մի փոքր, հետո քիչ-քիչ ավելացնելու ենք շաքարավազը, ստանալու ենք բեզեանման զանգված եւ հատիկ-հատիկ ավելացնելու ենք մեր դեղնուցները։ Այսպես սիրելիներս, անցնենք առաջ։ Ուրեմն ստացել ենք բեզե, տեսեք այսպիսի բեզե ենք ստացել, ես ընդամենը հարել եմ 7 րոպե, սիրելիներս, հիմա մեկ-մեկ ձվի դեղնուցները ավելացնում ենք բեզեի վրա և հարելու ենք, այսպես։
նշեմ, որ բաղադրիչները անպայման պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Հիմա ավելացնում ենք մեղրը, արդեն լավ հարելուց հետո 3 գթալ մեզ մեղր է հարկավոր, քանի որ ամենասկզբից նշեցի, այսօրվա մեր բիսկվիթը լինելու է մեղրով։ Այդ պատճառով շաքարավազը ընդամենը 150 գրամ ենք արել։ Նորից ենք հարում, սիրելի բարեկամներ, հարիչ այլևս մեզ հարկավոր չէ, ես հարել եմ այսպիսի սպիտակ զանգված ենք ստացել, տեսեք, դեռ հեղուկ զանգված է, այսպես ասած, խմոր չէ դեռ, և ավելացնում ենք այս փուլում, արդեն ավելացնում ենք ալյուրը, իհարկե մաղում ենք, և սոդան, կես թեյ գթալ, կեսից մի փոքր ավել մեզ սոդա է հարկավոր, կամ փխրեցուցիչ, ինչպես որ կուզենք, ու արդեն մաղում ենք մեր արդեն կիսատ, դերևս կիսատ խմորի վրա, այսպես սիրելիներս, հիմա բահիկի օգնությամբ խառնելու ենք, սիրելիներս առանց շտապելու, հանգիստ խառնում ենք, որպեսզի բոլոր գնդիկները մերվեն ու դառնա համասեր զանգված մեր խմորը արդեն։ Զգուշությամբ տեղավորում ենք արդեն ձևամանի մեջ, յուղաթուղ տարված ձևամանի մեջ։ Ոչ մի բան չենք քսում, ձևամանի պատերին ոչինչ և հատակին, ոչինչ չենք քսելու, ուղղակի յուղաթուղ է արված։ Այսպես հավասարեցնում ենք խմորը և փայտիկով, տեսեք այսպիսի փայտիկով, մինչև հատակը չենք գնում, ուղղակի կարծես օդը դուրս ենք բերում բիսկվիթի այս խմորի միջից, որպեսզի հավասարաչափ եփվի։ Այսպես սիրելիներս, մեր բիսկվիթը արդեն պատրաստ է, հենց նոր եմ հանել, դեռ տաք է, ուրեմն առաջին 30 րոպեն, 45 րոպե է տևում իմ ջեռոցով, իհարկե ձեր ջեռոցի ջերմության, գազով է, թե էլեկտրականությունով է, ես չգիտեմ, չեմ կարող ասել, դուք պիտի կողմնորոշվեք ձեր ջեռոցի ջերմությունից, արդեն ինձ թվում է, որ մի քանի բան թխում եք, արդեն պարզ է դառնում, հասկանում եք, թե ինչ աստիճանի, ինչ ջերմության է եփում, ինչքան ժամանակում է թխում ձեր ջեռոցը, այսպես սիրելիներս, ուրեմն փայտիկով ստուգում ենք, տեսնում եք, չոր դուրս է գալիս, առաջին 30 րոպեն բացարձակ չի կարելի բացել ջեռոցի դուռը և տեսնում ենք, որ չոր դուրս է գալիս, ուրեմն թողնելու ենք մինչև լավ սառի, նոր ձևամանից հանենք։ Սիրելիներս, սառել է արդեն մեր բիսկվիթը, մի փոքր այսպես սուր ու բարակ դանակով անջատում ենք եզրերը ձևամանից և հանում ենք արդեն, տեսեք այսպիսի գեղեցիկ թեթև շատ բիսկվիթ ենք ստացել, և արդեն հանում ենք սառը վիճակում, հանում ենք յուղաթուղթը։ Այսպես սիրելիներս, տեսեք, որքան գեղեցիկ բիսկվիթ ենք ստացել, երբեք չի չնող, թեթև և տեսնում եք, այսպիսի, տեսեք, որքան լավ բիսկվիթ ենք ստացել, ընդամենը 6 ձվից, այսպես սիրելիներս,
Սիրելիներս, այսպիսի գեղեցիկ բիսկվիթ ենք ստացել, տեսնում եք, արդեն լավ սառել է և տեսեք, որքան լավն է եփված։ Տեսնում եք, այսպես, մեղրով բիսկվիթ է, այդ պատճառով մի փոքր գույնը մուգ է։ Այսպես սիրելիներս, այսօր պատրաստեցինք մեղրով բիսկվիթը, որը երբեք չի նստում, չի իջնում, փափուկ է շատ և շատ համեղ է։ Ինչպես ես կզարդարեմ բիսկվիթը, դա արդեն կարևոր չէ, հիմնականում ես ուզեցի ձեզ ցուցադրեմ մեղրով բիսկվիթ պատրաստելու եղանակը։ Այսպես սիրելիներս, ուրեմն կարող ենք այս բիսկվիթը մենք ոչ թե կրեմ անել, մեծամասնությունը կրեմ չի սիրում, կարող եք ձեր նախընտրելի ջեմով, ընկույզով խառնել իրար հետ ու արդեն բիսկվիթը 2 կեսաներ կամ 3 կեսաներ, մեր բիսկվիթը մեծ է, տեսնում եք բարձր է, և արդեն կրեմի փոխարեն ջեմ կամ ջեմը ընկույզով խառնած արդեն կսել բիսկվիթի վրա և նույնպես շատ համեղ է ստացվում։ Այսպես սիրելիներս, այսքանը պատրաստեք, շատ լավ է ստացվում, շատ համեղ բիսկվիթ է, ես համոզված եմ, որ բոլորի դուր է գալու, այսքանը, հաջորդը սիրելիներս լինելու է կիտրոնով բիսկվիթը, որը նույնպես շատ համեղ է և շատ տեսքով է, գույնը բաց է իհարկե, քանի որ մեղր չկա, ուղղակի կիտրոնով է լինելու, շատ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, խնդրում եմ տեսանյութը դիտեք մինչև վերջ, որպեսզի դիտում համարվի, YouTube-ը միայն այդ դեպքում է դիտում համարում, և այսքանը սիրելիներս, այսպիսի գեղեցիկ բիսկվիթ ստացանք, միասին պատրաստեցինք, այնպես որ դուք արդեն տեսաք, որ ոչ մի գաղտնիք չկա, ոչ մի այսպես դժվարություն չի ներկայացնում իրենից, այսքանը բաղադրատոմսը անպայման կթողնեմ բաղադրատոմսերի բաժնում, սիրում եմ բոլորի ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։